Բրյուսելում տեղի է ունենում Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին հրավիրված է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Հանդիպումից առաջ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը հայտարարել է, որ պաշտոնական Երևանը միությունից աջակցություն է խնդրել երկրում 2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Նրանք այնպիսի օգնություն են ակնկալում, ինչպիսին մենք տրամադրեցինք Մոլդովային չարամիտ ազդեցության դեմ պայքարելու համար, ասել է Կալասը։ Նա հայտարարել է, որ Եվրամիությունը 15 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին խաղաղության եւ դիմակայունության ամրապնդման, ինչպես նաեւ աջակցություն տեղեկատվական դաշտում մարտահրավերներին դիմակայելու համար։ Բերլինում սկսվել է Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև հանդիպման երկրորդ փուլը։ Նախորդային տեղի ունեցած առաջին փուլը տևել է ավելի քան 5 ժամ։ Բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությունը ղեկավարում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Վաշինգտոնի բանագնացների խումբը Գերմանիայի մայրաքաղաք է ժամանել Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտքոֆի գլխավորությամբ։ Ներկայացուցիչները խոր քննարկումներ են ունեցել 20 կետանոց խաղաղության ծրագրի, տնտեսական օրակարգի եւ այլ հարցերի շուրջ։ Նշանակալի առաջընթաց է գրանցվել նախորդի հանդիպման մասին գրել է նա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ անդրադառնալով բանակցություններին նշել է, որ Կիևը կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության գաղափարից միայն անվտանգության արևմտյան երաշխիքների դիմաց։ Միացյալ Նահանգների, Կանադայի, Ճապոնիայի եւ այլ երկրների կողմից անվտանգության երաշխիքների տրամադրումը հնարավորություն կտա բացառել Ռուսաստանի կողմից եւս մեկ ներխուժումը, ասել է նա, հավելելով, որ այդ երաշխիքները պետք է լինեն իրավական առումով պարտավորեցնող։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում կառուցվում է հաղթանակի կամար, որը կգերազանցի աշխարհի բոլոր նմանատիպ կառույցները։ Վաշինգտոնը աշխարհի միակ խոշոր քաղաքն է, որը չունի հաղթական կամար, հայտարարել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։ Ըստ Թրամփի, կամարի կառուցումն ընթանում է Արլինգտոնի կամրջի մոտ Աբրահամ Լինքոլնի հուշարձանի հակառակ կողմում։ Այն նման կլինի Փարիզի հաղթական կամարին, բայց անկեղծ ասած ամեն ինչով կգերազանցի դրան, վստահություն է հայտնել ԱՄՆ նախագահը։ Հոկտեմբերին Միացյալ Նահանգների նախագահի արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին հայտարարել էր, որ կամարը կառուցվում է երկրի անկախության 250-ամյակի կապակցությամբ։ Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, 40 մարդ դեռ հիվանդանոցում է, այդ թվում 2 ոստիկան, նրանց վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն։ Նախնական տվյալով հրաձիգները 2-ն են եղել, նրանցից մեկը սպանվել է։ Հարձակման պահին ծովափին ընթացել են հրեական Հանուկա տոնի տոնակատարությունները։ Ավստրալիայի ոստիկանությունը հարձակումը որակել է ահաբեկչություն։ Ականատեսները պատմել են, որ հարձակումը տևել է մոտ 10 րոպե։ Տարբեր հարթակներում հայտնված տեսանյութում երևում է, որ 2 տղամարդ մի քանի րոպե կրակում են մարդկանց վրա դեպի լողափ տանող կամրջից։ Պաշտոնյաները Կիրակի օրը տեղի ունեցած հրաձգությունը որակել են որպես նպատակային հակասեմական հարձակում։ Ոստիկանության տվյալով հարձակվողներից մեկին պատկանող մեքենայում եղել են նաև մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր։ Ավստրալիայի ներքին գործերի նախարար Թոնի Բերքը պարզաբանել է, որ հրաձիգներից ավագը երկիր է ժամանել 1998 թվականին Սիրիայից ուսանողական վիզայով, իսկ նրա որդին ծնվել է Ավստրալիայում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ դեռ օգոստոսին նամակ է գրել Ավստրալիայի իր գործընկերոջը, զգուշացնելով Պաղեստինի պետության ճանաչման հետևանքների մասին։ Նա նշել է, որ այդ քայլը յուղ է լցնում հակասեմականության կրակի վրա եւ ուժեղացնում է նրանց, ովքեր սպառնում են ավստրալացի հրեաներին։ Ձեր կառավարությունը ոչինչ չի արել Ավստրալիայում հակասեմականության տարածումը կասեցնելու համար, ասել է Իսրայելի վարչապետը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։